քանի օրից մանկական Եվրատեսիլի եզրափակիչն է, շոուի բեմն ու դեկորացիաները լիովին պատրաստ են։ Վրացի մասնակիցը արդեն ավարտել է իր փորձը։ Վրաստանը հյուրընկալում է մանկական Եվրատեսիլ 2025-ը։ Եզրափակիչ շոուն տեղի կունենա շաբաթ օրը, դեկտեմբերի 13-ին ժամը 20:00-ին։ Եվրոպայի ամենահեղինակավոր մանկական մրցույթի եզրափակիչին կմասնակցեն 18 եվրոպական երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Վրաստանի ներկայացուցիչը Ռանինա երգիախտող Անիտա Աբգարյանը։ Մանկական Եվրատեսիլ 2025-ում Վրաստանի ներկայացուցչի համար առցանց քվեարկությունը հնարավոր կլինի ինչպես Վրաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրից։ Դատավորը Ջուանշիր Բուրջուլաձեին եւ կալանավորված այլ անձանց թողել է կալանքի տակ։ Դատավարության ընթացքում քննարկվել է խափամա միջոցների փոխանակման հարցը, պաշտպանությունը միջնորդեց նրան ազատ արձակել գրավի դիմաց, սակայն դատավորը չհամաձայնեց։ Խորհրդարանի նախագահը սոցիալական ցանցում կրկին անդրադառնում է Ալեկո Էլիսաշվիլիի գործողություններին։ Անցել է 10 օր այն բանից, երբ Հզոր Վրաստան լելու կուսակցության առաջնորդներից մեկը ձերբակալվեց ահաբեկչական գործողություն կատարելու փաստի առթիվ։ Նա ինքն էլ խոստովանեց հանցագործությունը եւ հաստատեց իր քաղաքական դրդապատճառը։ Ահաբեկչության նկատմամբ քաղաքական չեզոքություն չկա։ Կուսակցությունները, որոնք խրախուսում են ահաբեկչությունը կամ ունեն դրա վերաբերյալ երկիմաց դիրքորոշում, իրենք են սպառնալիք ներկայացնում ժողովրդավարության համար, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Կրկին ուշադրության կենտրոնում է Փարայի փաստաթղթերը։ Այս անգամ հարցը վերաբերում է ազգային շարժման կողմից լոբինգի համար վճարված միջոցներին։ Ըստ հաղորդագրությունների 2025 թվականին ազգային շարժումը լոբիստական գործունեության համար վարձել է Նելսոն Մալինս ընկերությունը, որը ընթացիկ տարվա հունիսից ի վեր արշավ է անցկացնում Վրաստանի վերաբերյալ։ Նպատակն է քննադատական հոդվածներ եւ սյուժետներ հրապարակել Վրաստանի եւ բարեկամական ակտի մասին որոշակի լրատվամիջոցներում։ Վրացական երազանքը նշում է, որ ազգային շարժումը վարձում է լոբիստական ընկերություններ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում ոտնահարելու համար։ Թբիլիսիում քննարկման առանցքայնում է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մշակված ԱՄՆ-ի ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը։ Փաստաթղթում հիշատակվում է ՆԱՏՕ-ի որպես ընդլայնվող դաշինքի ընկալման ավարտը։ Ռազմավարության մեջ նշվում է, որ Եվրոպայի բնակչության մեծամասնությունը ցանկություն է հայտնում խաղաղության համար, սակայն այդ ցանկությունը չի արտացոլվում քաղաքականության մեջ, հիմնականում իրենց կառավարությունների կողմից ժողովրդավարական գործընթացների խաթարման պատճառով։ Փաստաթղթում նաև նշվում է, որ Եվրոպայի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև Եվրամիության եւ այլ միջազգային մարմինների գործողությունները վնասում են քաղաքական ազատությունը եւ ինքնիշխանությունը։ Թբիլիսիում քննարկման առանցքայնում է նաև Թրամփի վարչակազմի կողմից ոչ կառավարական կազմակերպությունների եւ տարբեր հիմնադրամների ֆինանսավորման քաղաքականության փոփոխությունը։ Հիշեցնենք, ԱՄՆ-ի պետքարտուղարը այս հարցի մասին խոսել է նախորդ շաբաթվա վերջին։ Մարկո Ռոբիոն Քենիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է խախտել գործող մոդելը եւ օգնություն տրամադրել անմիջապես գործընկեր երկրներին, այլ ոչ թե ոչ կառավարական կազմակերպություններին։ Ընտրական օրենսգրքի քննարկումը շարունակվում է։ Փոփոխությունները առավոտից իրավական հարցերի հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ արդեն քննարկվել են։ Փոփոխության համաձայն փոխվում են այլ երկրներում ընտրողների ընտրությունների մասնակցելու կանոնները։ Մասնավորապես Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն միայն Վրաստանի պետական սահմաններում։ Իշխող թիմը որոշման պատճառ է նշում արտաքին միջամտությունը։ Մյուս կողմից ընդդիմությունը մատնանշում է իրավունքների սահմանափակումները։ Այսօր իրավական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց օրենքի նախագիծ, որի համաձայն 2026 թվականի հունվարի 1-ից նախկին Հարավային Օսիայի ինքնավար մարզի տարածքում կվերածվի ժամանակավոր վարչատարածքային միավորը։ Համապատասխան օրենքի նախագիծը նախատեսում է չեղյալ հայտարարել
Նախկին Հարավային Օսիայի ինքնավար շրջանում հակամարտության խաղաղ կարգավորման համար համապատասխան պայմանների ստեղծման մասին եւ Վրաստանի տարածքում նախկին Հարավային Օսիայի ինքնավար շրջանում հակամարտության զոհերի գույքի վերականգնման եւ փոխհատուցման մասին վրացական օրենքները։ Իշխող թիմը պնդում է, որ 2006 թվականի ազգային շարժման որոշումը անուղղակիորեն օրինականացրել է անջատողական գործընթացները եւ որ փոփոխությունները պայմանավորված են դրանով։ Առաջիկայում կկարգավորվի պղպեղի սպրեյի, էլեկտրաշոկային սարքերի եւ ակուստիկ զենքի ներմուծումը, վաճառքը եւ օգտագործումը։ Համապատասխան օրենսդրական փաստաթուղթը, որը նախատեսում է փոփոխություններ զենքի մասին օրենքում եւ դրան ուղեկցող օրենքների նախագծերում, երրորդ ընթերցմամբ հավանության է արժանացել իրավական հարցերի հանձնաժողովի կողմից։ Հարցի զեկուցող եւ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով քաղաքացիներին կարգելվի էլեկտրաշոկային սարքեր գնել եւ դրանք կարող են գնել միայն վարչական մարմիններն ու որոշակի գործակալություններ, այն էլ հատուկ թույլտվության համաձայն։ Փոփոխությունների համաձայն 18 տարեկանից փոքր քաղաքացիները չեն կարողանա պղպեղի սպրեյ գնել։ Վրաստան Արաբական Միացյալ Էմիրություններ հարաբերությունները եւ արտաքին քաղաքականությունը։ Այս ոլորտները քննարկվել է արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում։ Լսել են Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին։ Դիվանագետը շեշտել է երկու երկրների միջև գործընկերությունը, մեր երկրի դերը միջին միջանցքի համատեքստում եւ արաբական ներդրումների կառավարությունը Վրաստանում։